Մեր տաղավարում է Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը, ողջույն պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերին։ Ընդդիմադիր գործիչներից շատերը մանկական ներկիր ինքդ գրքույկի են նմանեցնում նոր կենսաչափական անձնագիրը, ինչու չեք հավանում նոր դիզայնը։ Տեսեք, շատ պարզ բան գոյություն ունի։ Իսկն ակնհայտ գնում է այս նվաստացման եւ ուրացման քաղաքականությունը։ Եթե նույնիսկ որոշել էին, որ չպետք է ներառային Արարատ Սարը Մասիսը, այսինքն այս պարագայում խորվիրապի իմաստը որն էր, այսինքն ակնհայտ է ունենալ խորվիրապ առանց Մասիսի։ Սա հերթական թուրքական պահանջների ուրացման քաղաքականության եւ առհասարակ այս մասին շատ ենք խոսել մեր նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագրի իրականացման շրջանակներում գործընթաց է։ Հետևաբար այստեղ անձնագիրը հավանելու չհավանելու հարց չի։ Խնդիրը այս նվաստացման եւ ուրացման քաղաքականության շարունակություն։ Ուրացման քաղաքականություն է, թե այսպես կոչված ոտքի տակ չընկնելու քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը օրինակ հայտարարում է, որ ինչպես դասական կասեր, սթափվեք գժուկներ, սա փոքր երկիր է, հիմա սթափվել են եւ հասկացել են, որ սա փոքր երկիր է եւ իրենց համապատասխան են պահում։ Բացարձակ դա կապ չունի այդ ամեն ինչը, դա իրենց արդարացման միջոցներն է, սա նվաստացման, իսկ ավելի գլոբալ դենացիոնալիզացիայի ծրագիր է իրականացվում Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ։ Սա պայքար է հայկական ինքնության դեմ, որովհետև Արարատը այո, մեր ինքնության մի մասն է եւ սրանից հրաժարումը ակնհայտ է դեպի ինչի է տանելու։ Տեսեք, գործող իշխանությունը որոշել է նաև քոչվորական պատկերներ վերագրել այսպես հայերից, տեսակ ռեպորտաժում մտահոգություն կար, որ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մեր դեմ ինչ-որ պրոցես սկսել, հաշվի առնելով այն, որ լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ ջութական մշակութային ժառանգության ցանկում, եւ կարող են մեզանից պահանջել, բացատրություն պահանջել, ասելով, որ դուք խոսում էիք ստորգետնյա թոնրատների մասին, բայց հիմա վերգետնյա թոնրատներ եք ներկայացնում ձեր պաշտոնական փաստաթղթերում։ Գիտեք, սա նույն քաղաքականության շարունակությունն է, ոչնչացնել մեր հետքերը, հայկական արմատները, կրկին այդ դենացիոնալիզացիա ինքնության դեմ պայքարի շրջանակներում է։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է Ալիևի եւ Էրդողանի հարյունատ ձեռքերը մաքրելու եւ լեգիտիմացնելու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, նույնիսկ հարցադրում են արդեն անում, եկեք հասկանանք 15 թվականին բա ինչի կոտորվեցինք, ինչն էր պատճառը, կայսրությունների թելադրանք եւ այլն, ամեն ինչը պետքա դիտարկել այս շրջանակներում։ Եթե այս իշխանությունը մնա, հայկական բոլոր հետքերը հայկական լեռնաշխարհից փորձելու է վերացնել, որպեսզի լեգիտիմացնի այն արշավանքը, ցեղասպանությունը, էթնիկ զտումը, որ տեղի ունեցել մեր ժողովրդի դեմ։ Այս ամեն ինչը կատարում է այդ շրջանակներում։ Սրանք թուրքահպատակ, նրանց շահերը սպասարկող, նորից եմ կրկնում, հայկական ինքնության դեմ պայքարող մի խմբակ։ Նախկինում մեր անձնագրի վերջին էջում նշված էր, որ անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Լավ, այս պարզ գրառումը ինչու է հեռացվում, միթե որովհետև արդեն Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, ինչպես Ալեն Սիմոնյանը հայտարարել է։ Այս իրենք իրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս շրջանակներում, այո, նաև չեմ բացառում, ինչ-որ պահի գրան երաշխավորվա Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Այսինքն սա այս շրջանակներում է։ Միջայլոց ասեմ, որ շարունակ, երբ որ մենք խոսում ենք մեր իրավունքներից, մեր սիմվոլներից, մեր խորհրդանիշերից, մեր արմատներից, իրենք ասում են դա սադրանք է, այս պարագայում ամենամեծ սադրանքը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն է։ Եվ ես չեմ հասկանում Արարատ անունով անձը, եթե ասում են Արարատին նայելը սադրանք է, Արարատ անունով արտգործնախարարը ո՞նց է բանակցելու այդ հարցերին, եւ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ընտրությունները կարող է կամ արտգործնախարարին փոխի կամ արտգործնախարարի անունը, որովհետեւ այս տեսանկյունից ամենամեծ եւ քայլող փորձանքն ու սադրանքը արտաքին գործերի նախարարն է։ Նիկոլական տրամաբանությամբ գնում ենք դեպի սրը։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը հասել է արդեն նրան, որ հայտարարել է, թե Արցախում հայկական եկեղեցիներ քանդելը միջազգային քննարկման հարց չպետք է դառնա, ըստ էության արդարացնելով Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, լսենք այդ հատվածը ու կվերադառնանք։ Ինչ որ արձանագրված պատմամշակութային հուշարձան է, արձանագրված պատմամշակութային հուշարձան է, բայց ես ասում եմ վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ որ մի բան։
Գնանք եկեղեցին, որը թվարկում է, կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա, ես ասում եմ, կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցվաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցվաշենցիները գնալու են, այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ, պատմամշակութային հուշարձանա։ Պարոն Սաղաթելյան, այս խոսակցությունը տեղի է ունենում մի երկրում, որի տիրապետության տակ 3 տասնամյակ եղել է Շուշիի մզկիթը, Աղդամի մզկիթը, եւ դրանք ոչ միայն պահպանվել են, այլև Շուշիի մզկիթը Ռուբեն Վարդանյանի անձնական միջոցներով վերականգնվել է, եւ հիմա դրա դիմաց հպարտ նկարվում են ադրբեջանցիներ։ Գիտեք, Ալիևը լավ գիտի, որ բոլոր ադրբեջանցիները, այդ թվում նաև ամբողջ աշխարհը, որ Արցախը հայկական է։ Բայց Նիկոլ Փաշինյանը, որը մեղսակից է Արցախում տեղ ունեցած էթնիկ զտմանը, իր այդ արձագանքով ընդհանրապես լեգիտիմացնում է այն ամեն ինչը, ինչ տեղի ունեցել մեր հետ։ Իսկ Ալիևը այո, փորձելու է հայկական հետքը ջնջել, որը որքան էլ փորձի հնարավոր չի, որովհետև Արցախը հայկականը, մեր հայկական բնորանն է եղել եւ այս ճանապարհով մեր հետքը վերացնելն է։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք որևէ այլ բան չենք սպասում։ Իրենք շարունակում են լեգիտիմացնել։ Իմիջիալոց արդից օգտվելով ասեմ, որ մեր նախընտրական պլատֆորմի մեջ շատ հստակ ձևակերպում կա, որ Արցախում մեր պատմամշակութային ժառանգության պահպանումը այն սրբապղծություններն ու այլանդակությունները, որ իրականացվում են մեր եկեղեցիների պատմամշակութային կոթողների նկատմամբ, սրան հատուկ ուշադրություն պետք է դարձնել եւ այդ պահպանման ուղղությամբ նաեւ միջազգային ասպարեզում տարբեր բեմերում լուրջ աշխատանք տանել եւ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Իսկ այս իշխանությունից մենք այլ բան չենք էլ սպասում։ Պարոն Սաղաթելյան, դե փաստորեն այս գրեթե դրամատիկ իրավիճակում մոտենում են ընտրությունները, բան չի մնացել, Փաշինյանը արդեն անթաքույց հայտարարում է, որ ժողովրդից մանդատ է ուզում, ընդ որում սահմանադրական մեծամասնություն է ուզում, հետագայում սահմանադրությունը փոխելու մանդատ ստանալու համար, անկախության հռչակագրից, հայոց պահանջատիրությունից հրաժարվելու համար։ Քաղաքացիական պայմանագրից բացի էլի ուժեր կան, որ մասնակցում են այս ընտրություններին, մինչև մեր զրույցը շարունակել առաջարկում եմ դիտենք Ալբերտ Սերոփյանի ռեպորտաժը, նա կներկայացնի քաղաքական վերադիրքավորումները Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից 5 օր առաջ։ 5 օրից 19 քաղաքական ուժ արդեն պաշտոնապես կսկսի ընտրական պայքարը այս շենքի առնվազն 101 կարմիր աթոռների համար։ Հիմնական պայքարն իհարկե խորհրդարանի դահլիճի այս հատվածի համար է, այստեղ կառավարության անդամներն են նստում։ Կառավարություն ձևավորելու Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 5 տարիներին ղեկավարելու համար պայքարող 19 ուժերի շարքում 1-2 ամսական կուսակցություններից մինչև 136 տարեկան ուժեր են։ Պատգամավորական մանդատի համար ընտրապայքար մտնելու հայտ է ներկայացրել 2128 թեկնածու, այդ թվում գիտնականներ, խոշոր գործարարներ, տարբեր համակարգերի նախկին ու ներկա աշխատակիցներ, հայկական երկու պետություններ ղեկավարած գործիչներ, գործազուրկներ ու նույնիսկ Քենիայի նախկին փոխոստիկանապետը։ Ապրիլի 23-ին է հայտնի դարձել, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Ամենամեծ ընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են քաղաքացիական պայմանագիրը 293 թեկնածու, Հայաստան դաշինքը 217 թեկնածու, Ուժեղ Հայաստան դաշինքը 202 թեկնածու, Բարգավաճ Հայաստանը 107 թեկնածու։ 19 քաղաքական ուժերին այսօր է գրանցել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վիճակահանությամբ բաշխվել են քվեաթերթիկներում ուժերի համարները։ Հունիսի 7-ին ընտրողը առաջինը տեսնելու է ռեֆորմիստների կուսակցության քվեաթերթիկը, այս ուժի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ 10 տարեկան կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների։ Համար 2 քվեաթերթիկում այս տարվա մարտին ստեղծված բոլորին դեմ եմ կուսակցությունն է։ Այս ուժը ցանկանում է իշխանության գալ ընդամենը 100 օրով, փոխել ընտրական օրենսգիրքն ու հեռանալ։ Ընտրական ցուցակը գլխավորում է Սպարտակ Գյուլեգյանը։ Երրորդ քվեաթերթիկին բարերար գործարար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան դաշինքն է, որի կազմում Ուժեղ Հայաստան, Նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցություններն են։ Ցուցակում առաջինը բարերարի եղբորորդու Նարեկ Կարապետյանի անունն է։
Չորրորդ քվեաթերթիկում ընտրողը կարդալու է Հայաստանի շնորհապետական կուսակցություն անունը։ 2024-ին ստեղծված այս ուժը առաջին անգամ է ընտրության մասնակցում։ Շնորհապետականի վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱԹՄ-ին դադարեցնելու ծրագրի մասին։ 5-րդ համարը Երևանի նախկին քաղաքապետ դերասան Հայկ Մարությանի նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է։ Թեև այս անունով ուժն առաջին անգամ է մասնակցում ընտրությունների, բայց Մարությանը 2018-ին Երևանի ավականու ընտրություններին է մասնակցել «Իմ քայլը» դաշինքով դարձել քաղաքապետ։ Նրան անվստահություն հայտնելուց հետո Երևանի ավականու հաջորդ ընտրությունները 2023-ին են եղել։ Դրանց Մարությանը մասնակցել է ազգային առաջընթաց կուսակցությունով։ 6-րդ քվեաթերթիկում միասնության թևեր կուսակցությունն է։ Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է կես տարի առաջ ստեղծված ուժի ընտրական ցուցակի առաջին համարը։ 7-րդ քվեաթերթիկի վրա Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը կլինի։ Ազգային ժողովի նախկին падգամավոր գործարար Գագիկ Ծառուկյանն է իր կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, չնայած Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում։ 8-րդ քվեաթերթիկում ազգային ժողովրդավարական բևեռն է 2020-ից գործող նույնանուն շարժումը 2021-ին է դարձել կուսակցություն, մասնակցել այդ տարվա ընտրություններին, ստացել 1.5% ձայն։ 9-րդ համարը այս ընտրապայքարի նորելուկն է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք անունով։ Ընդամենը 2 ամիս առաջ գրանցված կուսակցություն է։ Քոչարիի վարչապետի տեխնացուն Արտակ Սարգսյանն է, նա ներկայանում է Քենիայի նախկին փոխվոստիկանապետ։ 10-րդ համարով ընտրություններին կմասնակցի Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության վարչապետի տեխնացուն Լևոն Զուրաբյանն է։ ՀԱԿ-ը հիմնադրումից հետո մասնակցել է բոլոր համապետական ընտրություններին, անցողիկ շեմը հաղթահարել միայն 2012-ին։ 11-րդ քվեաթերթիկում Հանրապետություն կուսակցությունն է։ Արամ Զավենի Սարգսյանի 2001-ից գործող կուսակցությունը առաջին համապետական ընտրություններին մասնակցել է 2007-ին, չի անցել խորհրդարան։ 2017-ին եղել է 9 մանդատ ստացած ելք դաշինքի կազմում։ Ազգային ժողովի հաջորդ երկու ընտրություններում 2018-ին եւ 2021-ին չի հաղթահարել անցողիկ շեմը։ 12-րդ քվեաթերթիկում Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է վարչապետի տեխնացուն Լևոն Շիրինյանը։ Շիրինյանը մասնակցել է 2021-ի ընտրություններին Շիրինյան Բաբաջանյան դաշինքով, չի անցել խորհրդարան։ 13-րդ համարը Ալյանս կուսակցությունն է։ Այս ուժը վարչապետի տեխնացու ներկայացրել էր Տիգրան Ուրիխանյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ուժը Ուրիխանյանի տեխնացությունը ոչ պակասող փաստաթղթերի պատճառով։ 14-րդ քվեաթերթիկում ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է։ 2021-ից գործող կուսակցությունը առաջին անգամ է ընտրությունների մասնակցում։ Վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանը հայտնի է Սրբազան պայքար անունը ստացած շարժումից 2024-ի հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ լուսաձայնային նռնակների պայթյուններից հետո Սուրեն Պետրոսյանը լքեց, թե հեռացվեց պայքարի շարքերից, հայտնի չէ։ 15-րդ համարը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է։ Այս ուժը վարչապետի տեխնացու ներկայացրել էր նախկին ոստիկան Միացյալ Նահանգներում բանտարկված Վարդան Ղուկասյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքական ուժը գրանցվել է, Ղուկասյանի տեխնացությունը ոչ փաստաթղթեր են պակասել։ 16-րդ քվեաթերթիկում իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Այս ուժը երրորդ անգամ վարչապետի տեխնացու է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին։ 17-րդ քվեաթերթիկում Հայաստան դաշինքն է, որի կազմում են ՀՅԴ եւ Առաջ կուսակցությունները։ Ցուցակի առաջին համարը Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հայաստան դաշինքը գործող խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ 18-րդ քվեաթերթիկում Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է։ Ցուցակի առաջին համարը լրագրող Արման Բաբաջանյանը։ Նա 2018-ին падգամավոր է ընտրվել Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով։ 2021-ին եւս մասնակցել է ընտրություններին Շիրինյան Բաբաջանյան դաշինքով, չհաղթահարելով անցողիկ շեմը։ Վերջին 19-րդ քվեաթերթիկում Լուսավոր Հայաստան կուսակցությունն է։ Վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը 2018 եւ 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին նույնպես գլխավորել է այս կուսակցության ընտրական ցուցակները։ 2018-ի ընտրություններին 18 մանդատ ստացած Լուսավոր Հայաստանը 2021-ին անցողիկ շեմը չի հաղթահարել, հավաքելով 1%-ից մի փոքր ավելի ձայն։ Այս բոլոր ուժերը 2,489,031 ընտրողի քվեի համար են պայքարում։ Մեր երկրի այդքան քաղաքացի ընտրելու իրավունք ունի հունիսի 7-ին։ Ընտրողներին համոզելու համար 4 շաբաթ ունեն քաղաքական ուժերը։ Մայիսի 8-ին մեկնարկող քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր, Կիրակի։
Իշխան Սաղաթելյանը դեռ տաղավարում է, պարոն Սաղաթելյան, ընտրական հայտ ներկայացրած ուժերից ամեն մեկի մասին կարճ կցանկանայի ձեր կարծիքը լսել, այն առումով, թե ում հետ ինչպես եք պատրաստվում աշխատել։ Տեսեք, մենք ընտրություններին մասնակցող այս պայն միակ ուժն ենք, որ շատ հստակ հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի իրական ընդդիմադիր ուժերի հետ մենք պատկերացնում ենք եւ նախընտրական եւ հետընտրական համագործակցություն։ Գիտեք, նաև այս իմաստով մենք առաջարկներ ենք հնչեցրել ընդդիմության միասնական գործունեության ու մնացած հարցերի վերաբերյալ եւ մենք շարունակում ենք պնդել այդ օրակարգը։ Իսկ այն հարցերը, թե ընտրություններից հետո ով ում կմիանա, ինչ հնարավորություններ կլինի, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդն է իր քվեով որոշելու, թե որ ուժը ում պետք է միանա իր կամ արտահայտությամբ։ Մենք հաճախ փորձում ենք տեսնում ենք ընդդիմադիր տարբեր ուժերի ներքաշել կեղծ արհեստական օրակարգերի մեջ, որը մեր համար անընդունելի է։ Այս պահին մեր հայտարարությունը շատ հստակ է։ Եթե մեր համագործակցությունից է կախված այս չարիքի իշխանության հեռացնելը, մենք համագործակցելու ենք։ Իսկ ընդդիմադիր բոլոր այն ուժերը, ովքեր այդ համագործակցությունը դնում են հարցականի տակ, իրենք ըստ էության խնդիր ունեն հանրությանը բացատրելու, այսինքն այլ պարագան ինչպես են պատկերացնում։ Մեր կարծիքով ընդդիմադիր ուժերը այս պահին պետք է անեն երկու կարևոր բան՝ հայտարարեն, որ որևէ կերպ չեն համագործակցելու այս չարիքի իշխանության հետ, եւ հայտարարեն, որ այո, ակնհայտ է, որ չկա այս պահին որևէ մեկ քաղաքական ուժ, ով կարող է մեծամասնություն վերցնել, այդ թվում նաև իշխանության մասնախոսք։ Եվ այս իշխանությունը հեռացնելու համար պատրաստ են համագործակցության։ Իսկ ով ում կմիանա, ինչպիսի կոալիցիա կձևավորվի, դա ցույց կտա ընտրության արդյունքները։ Ամեն դեպքում մենք գնում ենք հաղթանակի եւ դրա բոլոր հնարավորությունները, ռեսուրսները եւ պայմանները կան եւ աշխատում ենք, մնացածը ընտրության արդյունքները ցույց կտա։ Շարունակվում է պայմանական գզվռտոցը, հա, այսպես ասենք նաև ներընդդիմադիր շրջանակներում դուք ինքներդ մի ստատուս եք էլի վերջերս գրել, ասում եք անվերջ կարելի է զարմանալ, ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում Հայաստան դաշինքին։ Ինչ է վերջո տեղի ունենում, ինչու է այդպես։ Տեղի ունենում հետեւյալը, լուսանցքում հայտնված եւ անվերադարձ կորսված ինչ-որ մարդիկ փորձում են ներքաշել ներընդդիմադիր ինչ-որ գզվռտոցի մեջ Նիկոլի ջրաղացին ջուր լցնելով։ Այնպես չի, որ իրենք իրենց պատասխանը չեն ստանալու, բայց մենք նաև արդյոք մեկ անգամ եւս օգտվելով մեր թիմակիցներին կոչ ենք անում, որ բոլոր ուժերը, ինչպես նախորդ շրջանում արել ենք, հիմա առավել եւս կենտրոնացնել այս չարիքի իշխանությանը հեռացնելու գործընթացի վրա եւ որևէ կերպ չներքաշվել այս ճահճի մեջ, այսինքն տպավորությունն է, որ վերջացած մարդիկ մեզ փորձում են շեղել օրակարգից եւ մեր ջանքը կամ ուշադրությունը սևեռենք իրենց վրա։ Դա տեղի չի ունենալու։ Մենք ունենք գլխավոր խնդիր, գնում ենք այդ ճանապարհով։ Մեր համար ակնհայտ է եւ իմիջիալոց ասեմ, այս գործընթացը նաեւ քաղաքական դաշտի բյուրեղացման շատ կարեւոր է։ Մենք ուրախ ենք այս ամեն ինչի համար, թող շարունակեն, մենք չենք շեղվելու, բայց այս ամեն ինչը առնվազն արձանագրվում է եւ բացահայտվում ու այն տարիներ շարունակ որ անում էին, հետո արդարանում կապ չունենք, մենք բասարայտի կապ ունենք բայնի մեր հետ եւ այլ, արդեն ակնհայտ է ամեն ինչ եւ նորմալ process-ը մենք ողջունում ենք այս զտումը եւ բյուրեղացումը, մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թող տեսնեն այս ծանր փուլում, այս կարևոր շրջանում, ով ինչով է զբաղված։ Եթե ես բյուրեղացնեմ ձեր ընդդիմախոսների, նաև ընդդիմադիր հռչակված շրջանակներից ընդդիմախոսների հիմնական ասելիքը, փորձենք տեսնել նաև բովանդակային առումով, հա, ինչ են ձեզանից օրինակ պահանջում, հիմնական տրամաբանությունն այն է, որ նրանք վստահ են, թե Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալ առհասարակ պետք չէ, որովհետև ակնհայտ է, որ նա ընտրություններով չի հեռանալու եւ զարմանալի են համարում այդ ճանապարհներով նրան հեռացնելու հավանականությունը։ Արդեն դա չեն ասում։ Չէ, հիմա ասում են ընտրությունով հնարավոր է բան փոխել, բայց Հայաստան դաշինքը չպետք է, Ռոբերտ Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրություններին։ Քանի կար ասում են շեմը չեք անցնում։ Հիմա էլ ասում են դե լավ, եթե շեմն էլ անցնում եք, բայց ոնց որ հաղթելու շանս չունեք։ Վաղը միսօր մի ուրիշ բան կասեն, շատ թիրախավորված, այսինքն կազմակերպված կերպով փորձում են մեզ վարկաբեկել, բայց չի ստացվել։ Վարկաբեկվածները ո՞նց կարող են մեզ վարկաբեկել։ Այսինքն ակնհայտ է ինչա տեղի ունենում։
Մենք էլ գտնում ենք, որ ընդդիմադիր դաշտի ամենախոշոր միավորը, ով ունի ամենափորձառու, ամենակազմակերպված, ամենաքաղաքական, ճամփա անցած թիմը, այսինքն ո՞րն է տրամաբանությունը, որը ընտրություններին պետքա չմասնակցի, այսինքն ո՞րն է այդ բացատրությունը։ Ակնհայտ է, չէ, ինչ են անում, նույնիսկ անիմաստ ենք համարում այս թեմաներին անդրադառնալը, որովհետև չեղած տեղից արհեստական օրակարգ են փորձում ստեղծել։ Վերադառնանք Նիկոլ Փաշինյանին, այս շաբաթ ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականում հրապարակվեց Հարվարդի համալսարանի Քենեդի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող դոկտոր Դավիթ Գրիգորյանի սկանդալային գրեթե հոդվածը, համաձայն որի հունիսի 7-ի հայաստանյան ընտրությունները արդեն կեղծվում են։ Եթե թույլ կտաք, ես մի մեջ բերում անեմ, Սահմանադրության համաձայն ինքնիշխան տարածքների միտումնավոր հանձնումը եւ ռազմական պարտության կազմակերպումը դավաճանական գործողություններ են, պարոն Փաշինյանը դա լավ գիտի, դա ցանկացած հասարակական կարծիքի հարցումից շատ ավելի հստակ է ցուցանում, թե ինչպիսի վտանգի առջև է գտնվում հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունը։ Դրանք սովորական ընտրություններ չեն, պարոն Փաշինյանի համար դա անձնական գոյատևման խնդիր է։ Առաջնորդը, ով 8% վարկանիշ ունի, ինչը աշխարհի կառավարությունների ղեկավարների շրջանում ամենացածր ցուցանիշն է, չի հաղթում ազատ եւ արդար ընտրություններում, նա կամ պարտվում է եւ պատասխանատվության է ենթարկվում, կամ ապահովում է, որ ընտրությունները ազատ եւ արդար չլինեն։ Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում ողջ տեղի ունեցածը միանշանակորեն մատնանշում է երկրորդ ուղին։ Համաձայն եք վերլուծության հետ։ Այն, որ ինքը ամեն ինչ անում է այդ ընտրությունները փորձելու է կեղծել, դա ակնհայտ։ Այն, որ պետական ողջ ռեսուրսը հակաօրինական կերպով փորձում է ուղղորդել եւ ամեն ինչ անել այդ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու, դա ակնհայտ է։ Այսօր համայնքի ղեկավարները, մարզպետները, ուժային կառույցները, այսինքն ամբողջը լծված են այդ գործին։ Երբ որ իրենք շարունակ խոսում են ընտրակաշառքի մասին, այսօր ամենամեծ ծավալի ընտրակաշառքը, եթե այդ տրամաբանության մեջ նայենք, պետական ռեսուրսը փորձում են օգտագործել իրենց վերարտադրվելու համար, անում է գործող իշխանությունը։ Բնականաբար նաև այն իշխանությունը ամեն ինչ անելու է իր իշխանությունը պահելու, որտեղ ինքը լավ է հասկանում, ու այո, մենք ամբողջությամբ կիսում ենք այդ տեսակետը ու դրա մասին շատ ուղիղ հայտարարել ենք, որ այս չարիքի իշխանությանը, ով հանձնել է Արցախը, ով պատճառ է դարձել 5000 ավելի մարդկանց կյանքի զոհվելու համար, ում գործունեության արդյունքում Ադրբեջանի զորքերը գտնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ինքը պատասխանատվության է ենթարկվելու հայրենիքի ամեն մի մետր հանձնածի համար, ու դա մենք ասել ենք բաց հրապարակային, ու այո, ինքը իր կաշին փրկելու համար փորձելու այս ընտրությունները կեղծել։ Ինչ պետք է անի ընդդիմությունը։ Դա թույլ չտա։ Ինչպես նաև կարևոր կենսական օրակարգերի շուրջ համագործակցելը, որովհետև որևէ առանձին ուժ չունի այդ ամբողջական ռեսուրսը այս պետական ավտորիտար ռեժիմի դեմ, ռեպրեսիվ մեքենայի դեմ առնելու համար։ Ընդդիմադիր ուժերը ընտրությունների օրինականությունը հսկելու, տեղամասերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն պաշտպանելու եւ արձանագրելու համար, նաեւ այս նախընտրական շրջանում սրանց ռեպրեսիվ մեքենայի դեմ առնելու համար պետք է ցույց տան համապատասխան հակազդեցություն եւ մեջտեղ բերեն մեխանիզմներ, որով հնարավոր է դա իրականացնել եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն։ Մենք այդ մեխանիզմների մասին խոսել ենք, որոշները նաեւ հրապարակային ասել ենք, պատկերացնում ենք, մենք մեր մասով անելու ենք։ Այս էլ նա իմիջիալոց ասեմ, Հայաստանի Հանրապետության 2000 տեղամասերում Հայաստան դաշինքը ունենալու է երկուական հանձնաժողովի անդամներ, իսկ 4000 հոգի, ունենալու են 2 հոգի վստահված անձեր, եւս 4000 հոգի։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մենք ունենք շտաբներ, ենթաշտաբներ, մեծ ու փոքր բնակավայրերում, այսինքն լուրջ կազմակերպված ռեսուրսով, հնարավորություններով մենք այդ գործընթացը մեր մասով անելու ենք։ Շատ լավ կլիներ, որ մնացած ուժերն էլ այս գծի մեջ լինեին ու այդ փոխգործակցությունը լիներ եւ կարծում լինելու է։ Կա որևէ իրական պայմանավորվածություն արդեն որևէ ձեր կարծիքով իրական ընդդիմադիր շրջանակի հետ, թեկուզ նախընտրական շրջանում աշխատելու որևէ տեխնիկական ուղղությամբ գոնե։ Դա անխուսափելի է, կա այդ խոսակցությունը, կա այդ ըմբռնումը, կա այդ գիտակցությունը։ Այսինքն առողջ աշխատանք կա ընդդիմության ներսում։ Որոշ ուժերի հետ կա եւ կարծում ենք դա պետք է այդ շրջանակը ավելի լայնի։
Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը նախընտրական այս թեժ շրջանում, հա, կազմակերպում է մեկը մյուսի հետևից միջոցառումներ։ Հիմա պատրաստվում է շքերթի, մինչև դա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կլինի եւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Այս միջոցառումները ոնց կանդրադառնան process-ների վրա նախընտրական։ Իսկ գագաթնաժողովի հետ կապված շատ հստակ մեր տեսակետը հայտնել ենք, որ ըստ էության սա փորձ է լինելու միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ ընտրությունների արդյունքների վրա փորձել ազդեցություն ունենալ։ Նիկոլ Փաշինյանը այս գագաթնաժողովը ամբողջությամբ ծառայեցնելու է նախընտրական նպատակների համար։ Մենք նույնիսկ հրապարակային հնչեցրել էինք, որ գագաթնաժողովը նախընտրական շրջանում իրականացնելը ունի հատուկ նպատակ, լավ կլինի 1 ամիս, 2 ամիս հետաձգել եւ դա անել նոր իշխանությունների պայմաններում եւ շրջանում։ Ակնհայտ է, որ եվրոպական այս կարգի միջազգային ֆորումը, եթե չդատապարտի Հայաստանում քաղբանտարկյալների մասին հայտարարություն չանի, չխոսի, ժողովրդավարության անկման այս խայտարակ ցուցանիշների, Արցախում մեր գերիների ու ամբողջը կենտրոնացնի, որպեսզի այս իշխանության վերարտադրության համար նոր հնարավորություն տա, այս մեր համար անընդունելի է, դատապարտելի է, առաջիկա ժամերին հանդես կգանք նաև ամբողջական հայտարարությամբ այդ մասին, մինչև այդ էլ խոսել ենք, ակնհայտ է ինչ է տեղի ունենում եւ եվրոպական շատ երկրների այս երկակի ստանդարտը եւ հաճախ կույր ձևանալը եւ դեպքերն ու իրադարձություններին ճիշտ գնահատական չտալը մեր կողմից անընդունելի է եւ երկակի ստանդարտների ակնհայտ կիրառում։ Եվրամիությունը Նաև ակնհայտ է այն, որ գումարներ էին հատկացրել Դա է ուզում հարցնել, եկան այդ կլորիկ բյուջեն, եկավ տեղ հասավ եւ ինչին ծառայեց, տեղյակ եք։ Իմիջիալոս մեզ շատ հետաքրքիր է այդ բյուջեն ինչի է ծառայում։ Ես տեսա, որ Արթուր Խաչատրյանը կարծեմ պատգամավորներից դիմումներ է գրել եւ փորձում է։ Այո, մենք հետեւական ենք լինելու, որ հասկանանք այդ գումարները ինչի համար է ծախսվում, մեր տպավորությամբ այդ գումարները ստացել են ընդդիմության դեմ հակակառույցություն անելու համար։ Եվ ակնհայտ այդ փաստերը տեսնում ենք եւ ինչ հիբրիդային պատերազմ ինչ բան։ Այդ գումարները ստացել են կոնկրետ կազմակերպությունների միջոցներով, կոնկրետ պոակների ու չգիտեմ ինչերի ընդդիմության դեմ հակակառույցություն իրականացնելու համար։ Պարոն Սաղաթելյան, եթե ենթադրենք, որ սա եւս ուղիղ միջամտություն։ Եթե ենթադրենք, որ բոլոր սցենարները, որոնք դուք նկարագրում եք, լրիվ իրական են, ընտրությունները կեղծվելու են, փողերը ընդդիմության դեմ արշավանելու համար են եւ այլն եւ այլն, ինչ ընտրական սցենարների եք պատրաստվում դուք այնուամենայնիվ, բացի այն, որ դիտորդներ ունեք եւ այլն, եթե այնուամենայնիվ կեղծիքներ լինեն, հետընտրական process-ներ եք նախատեսում։ Այստեղ որպեսզի հստակ լինենք, ես չեմ ասում ամբողջությամբ կեղծվելու են եւ դա այլևս անդառնալի է։ Ես ասում եմ, որ իրենք արդեն ակնհայտ այդ խախտումները շարունակելու են եւ փորձելու են դա անել։ Մեր խնդիրը դա կանխելն է, եթե չկարողանանք այդ համապատասխան եւ պատշաճ հակազդեցությունը եւ մեխանիզմները ցույց տալ, դիմացառնել, այո, գնալու են ավելի լայնածավալ կեղծիքների։ Իսկ ինչ վերաբերում է մեր գլխավոր խնդիրը հասնել նրան, որ մեր քաղաքացիները գնան քվեարկության, սա ամենակարևոր հարցն է, որտեղ իշխանությունը փորձելու է իր ռեսուրսներով մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, եւ այն, որ սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու, այլևս ընտրություններով բան չի փոխվելու եւ այլ, այս մարդկանց բերելու անտարբերության, որ հակաիշխանական այս իշխանության դեմ եղած մարդիկ չգնան քվեարկության։ Ուրեմն առաջինը պետք է գնան քվեարկության, երկրորդը մերժեն այս իշխանություններին եւ քվեարկեն ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, ում շատ հեշտ է տեղել ընտրությունը կատարելու, թող տեսնեն ով ինչ կարողություն ունի խոստումներից բացի, ով ինչ թիմ ունի, ով կարող է այդ խոստումները իրականացնել եւ այս ընդդիմադիր ուժերի մեջ այդ ընտրությունը անան։ Եթե այս 3 քայլը մեր քաղաքացիները անեն ու պարտավոր են անել, որտեղ պետականության հարց գոյություն ունի պահպանման, եւ այս խոսակցությունը դրաշավի ընթացքում մենք ավելի մանրամասն կունենանք մեր հայրենակիցների հետ, մեր խնդիրը մնում է իրենց տված քվեն կամ արտահայտությունը արձանագրել եւ պահել։ Դա մենք անելու ենք։ Իսկ հետընտրական ինչ զարգացումներ կլինի, եթե արձանագրվի այս իշխանության պարտությունը եւ իշխանությունը փորձի ուժով պահել, դա մենք թույլ չենք տալու սահմանադրական եղանակով մեր ժողովրդի տված եւ արձանագրված քվեն պահելու ենք եւ այս իշխանություններին ուղարկելու ենք գրողի ծոց։
Շնորհակալ եմ պարոն Սաղաթելյան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։